Փաշինյանը վարչապետի կաթողիկոսի լուսանկար էր հրապարակում, ասում է սա բացառիկ դեպք է, մասնակցում էր միջոցառումներին։ Հիմա այսինքն այս խնդիրը նոր սկսեց հուզել, եթե իսկապես նախագիծ կա նոր իշխանությունները։ Դե բնականաբար հանգամանքներ են ի հայտ եկել եւ նաեւ այդ հարցադրումը, որը արվել է կաթողիկոսի վերաբերյալ, դրանք հանգամանքների բերումով են ի հայտ եկել եւ երբ որ նոր հանգամանքներ են Երևան գալիս, ապա նորից այն տեղեկությունները, որոնք պտտվում են օդում։ Ես կարծում եմ մենք արդեն սպառել ենք բոլոր թեմաները։ Հարց ունեմ, պարոն Խանդանյան, վարչապետի աշխատակազմը, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցության դրվագով ֆինանսավորում է, կրթվել է նորաձև շարժմանը, գաղտնի է պահում, թե որքան է ֆինանսավորում։ Դուք սա արդյոք որպես ժողովրդավար տեղեկատվությանը չեմ տիրապետում, հիմա ձեր առասպնդումի հիման վրա չեմ ուզի պատասխան տալ, ուսումնասիրեմ, թե գրավոր հարցում են կներեք, գրավոր հարցում են ուղարկել, ասել եմ ինչքան է կա տրամադրում այդ միջոցառմանը, որին Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, ասում են, որ դա համարվում է պետական գաղտնիք։ Սա խնդրահարույց համարում եք, թե ոչ։ Ես կարող եմ ենթադրություն անել, որ այդ ծախսերը միմիայն կապված են այն ծախսերի հետ, որոնք օրինակ անվտանգությանն են վերաբերվում, օրինակ պետական պահպանության ծառայության հետ կապված ծախսեր, որը օբյեկտիվորեն պետք է հաշվի առնելով, որ վարչապետն մասնակցում այդ միջոցառումներին պետք է արվեն, գուցե դրա բերումով, բայց ավելին չեմ կարող ասել, որտեղ թեմային չեմ տիրապետում։ Աշխատակազմից անհատներ կան, ովքեր մասնակցում են, նկարահանող Ես ճիշտն ասած չգիտեմ, դա ինչ միջոցներով է արվում եւ արդյոք կառավարության։ Ես ձեզ խորհուրդ կտամ հետևել հարցմանը եւ շարունակել ուսումնասիրությունը, ես էլ իմ կողմից կշարունակեմ ուսումնասիրությունը։ Իսկ համարում այս փուլում Անկարա մեկնելը հաշվի առնելով, որ Իրանից հայտարարություններ են հնչում Թուրքիայի եւ Պաղեստինի կապի մասին, ամեն դեպքում չի հետքվել, որ Իրանի պաշտոնական Թեհրանից այդպիսի ամեն դեպքում իրենց բանում տեղեկատվություն կա, որ Թուրքիային կապում են Իսրայելի հետ, այսինքն այս ամեն ինչը նաև թուրքական հետք են տեսնում։ Մերձավոր արևելյան աշխարհաքաղաքականությունը լրիվ խառնեցին։ Թուրքիան աջակցում է Պաղեստինին, Թուրքիան քննադատել է, դատապարտել է Իսրայելի գործողությունները, վերջին գործողությունները եւ նաեւ գործողությունները Գազայում, Իրանը եւս գիտեք, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները, ոչ միայն դատապարտում է, այլ նաեւ շատ։ Ես ճիշտ ասած այդ հարցին ամենասկզբում ենք ճեպազրույցի անդրադարձել, այդ մասով որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Մի հարց է, ինչ որ փուլում տարօրինակ կերպով գրակոչները ադրբեջանական դադարեցին, սա իհարկե շատ լավ է, բայց ուզում եմ հասկանալ ինչու ձեր գնահատման պատճառներն ինչ են, որևէ պայմանավորվածություն կա դրա արդյունք է։ Շատ լավ է, որ դադարել է, բայց պատճառները պետք է հասկանալ։ Ես չեմ կարող ադրբեջանական կողմի մոտիվները փաստարկել, բայց նաև գիտեք, որ մենք բազմիցս Հայաստանի կառավարությունը ասել է, որ այդ գրակոչների հետ կապված, նաև այն մեղադրանքների թե իբր Հայաստանն է գրակում, ինչը միշտ իրականությանը չի համապատասխանում, պետք է համատեղ մեխանիզմ ստեղծվի քննության եւ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական։ Իսկ թե ձեր հարցին պատասխան, ես այդ մոտիվները չեմ ցանկանա, չեմ կարող փաստարկել։ Չէ, բայց կա անընդհատ կոմունիկացիա եւ դիվանագիտական խողովակներով աշխատանք, որ պետք է վերջ տալ հակամարտությանը եւ հակամարտությունից բխող բոլոր նեգատիվ հանգամանքներում, այդ թվում եւ փոխհրաձգություններին այս պահին վերջին շրջանում հրձակվելու։ Առաջիկայում որևէ մակարդակով հանդիպում նախատեսվում է հայ-ադրբեջանական։ Այս պահին ես չունեմ որևէ Շնորհակալ։ Չէ, Ռուբինյանը։ Շահնա։ Ադուր։